Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը եւ մենք շատ պայծառ արևային տրամադրությամբ ձեզ ասում ենք ողջույն, թող այս առավոտը լինի հիանալի։ Իսկ ձեզ ասում են Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Այո, բարի լույս շացի էլի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղի եթերում, մենք սկսում ենք մեր առավոտը շատ բարձր տրամադրությամբ եւ առաջարկում ենք, որ միանաք մեզ։ Այո, միացեք մեզ եւ փորձեք հենց այդ տրամադրությունը նշել առաջին իսկ հաղթանակներով, որոնք արդեն գրանցել ենք Կանի փառատոնի ժամանակ։ Ռեժիսոր Նատալիա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կանի 78-րդ միջազգային կինոփառատոնի Լա Սինև պաշտոնական մրցույթային ծրագրում, որտեղ ֆիլմը ստացել է ոսկե արմավենու ճյուղ գրավելով պատվավոր երրորդ մրցանակը եւ ընտրվելով ներկայացված ավելի քան 2400 ֆիլմերից։ Ֆիլմը հիմնված է Սանտ Պետերբուրգի ընտանեկան զույգի իրական պատմության վրա։ Այն սկսվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի առաջին օրվանից եւ ցույց է տալիս իրադարձությունները այն մարդկանց տեսանկյունից, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց դեմ են պատերազմին։ Ֆիլմը ներկայացնում է պատերազմի առաջին ամիսը եւ հերոսների հետագա ճամփորդությունը դեպի Վրաստան։ Փորձությունները հանգեցնում են զույգի օտարացմանը, որն ի վերջո ավարտվում է բաժանմամբ։ Մնալով Կանում, ասենք, որ 2025 թվականի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ոսկե արմավենու ճյուղը շնորհվեց իրանցի հայտնի ընդդիմադիր ռեժիսոր Ջաֆար Փանահիինի իր նոր ֆիլմը «Դա պարզապես դժբախտ պատահար էր» համար։ Այս հաղթանակը պատմական է ռեժիսորի համար, որին վերջին 15 տարում արգելված է լքել Իրանը։ Մրցանակը Փանահիինի է հանձնել ավստրալիացի դերասանին Քեյթ Բլանշետը։ 3 տարի առաջ ռեժիսորը բանտարկվել էր Իրանում եւ հացադուլ հայտարարել։ Չնայած տևական սահմանափակումներին եւ աշխատանքային արգելքին, Փանահին նա շարունակում է գաղտնի ֆիլմեր նկարել։ Սա ֆիլմ չէ, նա ստեղծվել է հենց իր հյուրասենյակում, իսկ տաքսին մեքենայի ներսում։ Այո, իհարկե հետաքրքիր պատմություններով Կանը միշտ է հարուստ եւ այս անգամ էլ հաղթողները կարծում եմ շատ արժանի էին եւ ֆիլմաշխարհից այսքան է այս պայդրությամբ հիշեցնենք, որ այսօր մայիսի 27-ն է արդեն եւ ընդամենը հաշված օրեր ու արդեն կդիմավորենք ամառը եւ 3 ամիս կունենանք վայելելու համար, բայց շատ հուսով եմ, որ այդ 3 ամիսը գոնե կլինի մայրաքաղաքում շատ բաց երթևեկությամբ։ Շատ բացը չեմ կարող խոստանալ, Սոնա, որովհետեւ դեռ կան խցանումներ, հատկապես Արաբկիրի շրջանում, այո, բարեկամության մետրո, այնուհետև իհարկե ամբողջ Արաբկիրը, Դավթաշենի կամուրջը, Եղվարդի խճուղին, այսօր քաղաքը մի տեսակ բավականին ակտիվացված վիճակում է, կենտրոնը բավականին այսպես խցանված է, Իսակով Պողոտան շատ խցանված է, այսպիսին է, այո, բոլոր փողոցները կենտրոնում այս պայծառությամբ բավականին խցանված են, հատկապես Արաբկիրի շրջանը, դե փորձենք մի քիչ ավելի խցանումները դանդաղեցնել խոհանոցում, որովհետև այնտեղ նույնպես համերի խցանում կա։ Բարի լույս շացի էլի Ադրինե։ Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս միացեք մեզ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը, բայց մինչ կասեմ բաղադրատոմսը դուք նախաճաշ պատրաստեք։ Այսօր ես շատ համեղ ուրեմն ուտեստ եմ առաջարկելու, որը պատրաստելու ենք ջեռոցում, պիցայի տարբերակ, բայց մի փոքր նման լահմաջոյին, մեր ավանդական բոլորիս կողմից շատ սիրված լահմաջոն, մի փոքր փոփոխված տարբերակով եւ ասես թե պիցայի է նման եւ թե լահմաջոյի։ Մեզ ինչ բաղադրիչներ են պետք։ Մեզ պետք է բնականաբար խմոր, ես արդեն պատրաստի վիճակում ունեմ խմորը։ Սրա մասին խոսենք մի քիչ ավելի ուշ։ Հիմա ասեմ, որ խճողակ ենք պատրաստելու, խճողակի համար ունենք աղացած միս, մաղադանոս կանաչ սոխ, կարմիր պղպեղ, լոլիկ եւ բնականաբար համեմունքներ են այստեղ լինելու։ Սիրելիներս պանիր ենք վերջում օգտագործելու։ Այս ամենի մասին քիչ ավելի ուշ, հիմա դադար է մեր եթերում, դուք մնացեք մեզ հետ։ Այս առավոտ է լավ պայծառ տրամադրության ողջունում ենք բոլորին, ճիշտ է խոստացված է մի քիչ անպամած է լինելու արևը այսօր թաքնվելու ամպերի հետևում, բայց դեռ ծիկ է անում բոլորիս եւ կարծում եմ տեղ-տեղ նաեւ ժպտում է, այնպես որ փորձեք այդ ժպիտը պահելու պահպանել, իսկ օրվա վերջը այդ ժպիտին ավելացրեք մի քիչ ռոզե, պրպրուն գինի, բրիզը, որը առաջարկում է Իջևանի գինու գործարանը, անպայման ամառային զով երեկոների գեղեցիկ եւ հմայիչ համադրությունն է։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։
Բնությունն ու բնության հրաշքները բնականաբար միշտ մեր կողքին են, պարզապես մենք շատ հաճախ այնքան զբաղված ենք լինում, որ չենք էլ հասցնում այդ գեղեցկությունը տեսնել, որպեսզի այն տեսանելի եւ հասանելի լինի։ Մեր ընկերը Արթուրը փորձում է պարբերաբար բացահայտումներ անել մեզ համար, ուղղորդելով եւ հորդորելով, որպեսզի մենք էլ ավելի ուշադիր լինենք եւ ազատ ժամանակը անցկացնենք բնության գրկում։ Հիմա մեր ուղին տանում է դեպի դիմաց լեռ, Տավուշի մարզի մի բարձունք, որը խոստանում է եւ արկած, եւ լռություն, եւ աննկարագրելի տեսարաններ, իսկ տուրը մեզ համար կազմակերպել է Դիլիջան Horse Riding-ը։ Երբ աչքիդ առաջ բացվում է ահա այսպիսի տեսարան, այլևս չի առաջանում հարցը, թե ուր գնալ։ Դիմաց լեռն իր բարձրությամբ կանչում է խոսել ինքդ քեզ հետ։ Դիմաց լեռը իր 2600 մետր բարձրությամբ ահա այսպիսի հրաշալի տեսարաններ է բացում դեպի ողջ Տավուշ։ Իսկ եթե բախտներդ բերի, ճանապարհին կարող եք հանդիպել նաև ձիերի երամակին։ Իսկ մեզ ասացին, որ վերևում նաև կա բազեների բույն, բայց դա մեզ չի վախեցնում։ Ուրիշ զգացողություն է, երբ վերևից նայում ես հայրենիքիդ։ Այստեղից ոչ սահման ես տեսնում, ոչ քարտեզ ես տեսնում։ Այստեղից տեսնում ես սիրտդ։ Ու մեր սարերն այնքան պարզ են, այնքան ազատ են, որ թվում է, թե իրենք ավելի լավ են հասկանում, թե ինչ է նշանակում լինել հայ։ Վերևից տեսնելով այս պատկերը հասկանում ես, թե ինչքան փոքր են մեր խնդիրները։ Այստեղ կա մաքուր օդ, լռություն ու ամենակարևորը խաղաղություն։ Իմ տունը հենց այսպիսինն է՝ կանաչ, խոնավ, ժայռոտ, բայց հպարտ։ Մարդ գոնե մի անգամ պետք է լեռ բարձրանա, որպեսզի հասկանա, թե հայրենիքը միայն անցյալ չէ, հայրենիքը ներկա է։ Ու հենց այս պահին, հենց այս բարձրությունից հասկանում ես, որ դու ես քո երկրի պահապանը։ Արդեն 15-20 րոպե ինչ մենք դիմաց լեռան բարձունքում ենք ու եղանակը միանգամից փոխվեց, այլևս ոչինչ չի երևում։ Բայց ամեն դեպքում դիմաց լեռը ցույց տվեց մեզ իր մեծությունն առանց աղմուկի։ Ու եթե ուզում եք կտրվել քաղաքից ու վերականգնել ձեր ներսի լռությունը, ապա արդեն գիտեք, թե ուր գնալ։ Իսկ Դիլիջան Horse Riding-ին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, որ մեզ համար կազմակերպեց այս տուրը։ Չեմ հավատում, որ այսպիսի վայր իսկապես գոյություն ունի։ Կարծես կորում ես երկնքում, բառիս ուղիղ իմաստով, Lost in Sky։
սեփական հեքիաթի տուն։ Եվ եթե մտածում եք, որ այստեղ գալիս եք միայն հանգստանալու, սխալվում եք։ Այստեղ գալիս եք հիշողություններ ստեղծելու համար, սիրահարվելու համար եւ միգուցե նույնիսկ առաջարկ անելու համար։ Ֆանտաստիկ է, չէ՞։ Պետք է գալ Ենոքավան, Lost in Sky հյուրանոց ու ապրել այս զգացմունքները։ Եթե երբևէ ասել եմ, որ ռոմանտիկ վայրում եմ եղել, ուրեմն չգիտեի Lost in Sky հյուրանոցի մասին։ Այս վայրը պարզապես ստեղծված է սիրո համար։ Վստահաբար կարող եմ ասեմ, որ այն ինչ տեսա ու զգացի Lost in Sky-ում դեռ երկար կմնա իմ հուշերում ու չդիմանալով գայթակղությանը որոշել եմ գիշերն անցկացնել այստեղ։ Ձերք մեկնած դեպի երկինք։ Այնպիսի զգացողություն է, կարծես այստեղ գալով ինքներդ եք ձգվում դեպի վերև, դեպի երազանքները, ու իսկապես հեքիաթային աշխարհում եմ արթնացել։ Չեմ կարողանում կտրվել Lost in Sky-ի այս տեսարանից, բայց ստիպված եմ գնամ հավաքեմ իրերս, որպեսզի շարունակենք մեր բացահայտումները։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, շատ գեղեցիկ վայրեր այցելեցինք եւ տեսանք, թե ինչքան լավ հանգստի տեղեր կա։ Ես էլ այդ ընթացքում եւ վայելում էի այդ հրաշք վայրերը եւ աշխատում էի։ Եվս մեկ անգամ կրկնեմ, թե ինչ էինք այսօր որոշել պատրաստել, այսօր լահմաջոյի կամ փոքրիկ պիցաների տարբերակ եմ որոշել միասին պատրաստեք, դրա համար մեզ պետք է բնականաբար խմոր, ահա այստեղ արդեն պատրաստի վիճակում ունենք, ես ասացի, եւ հիմա այս պահին ես խճողակն եմ պատրաստում, դրա համար մեզ անհրաժեշտ է աղացած միս, ունենք պղպեղ, մեկ կարմիր պղպեղ, մեկ լոլիկ ունեմ, մաղադանոց, կանաչ սող եւ իհարկե համեմունքներ ենք օգտագործելու եւ ամենավերջում պանիր ենք օգտագործելու։ Հիմա ես փորձում եմ միջուկը հեռացնել պղպեղի եւ շատ մանր կտրատել պղպեղը ու իհարկե լցնենք մեր մսի վրա։ Փորձենք սերմերը հանել, այսպես հեռացնենք եւ ինձ մեկ աման է պետք։ Ահա։ Որպեսզի մեզ ոչ մի բան չխանգարի այստեղ։ Եվ այսպես շատ մանր կարելի է կտրատել, սիրելիներ, ցանկության դեպքում կարող եք այս բոլորը հատուկ հարիչներ կան, գցեք հարիչի մեջ եւ այդպես հարիչով մանրացնեք, իհարկե ոչ այնքան որ դառնա խյուս, պարզապես մանր կտորների վերածեք, բայց ես կփորձեմ հիմա հենց դանակի օգնությամբ մանրացնել այս պղպեղները, լոլիկը եւս, ահա, եւ իհարկե կանաչեղենը եւս պետք է մենք մանրացնենք։ Մի խոսքով ինչ մթերքներ որ կան, պետք են մեզ շատ մանր վիճակում, ահա, այսպես, ես արդեն սիրելիներս ջեռոցը միացրել եմ, որպեսզի տաքանա, նմանատիպ թխուկներ պատրաստելու համար պետք է բավականին տաք լինի ջեռոցը, այնպես որ արդեն նախապես տաքացնում ենք։ Եթե թխվածքների առումով կարելի է մի 5-10 րոպե առաջ ջեռոցը միացնել, ապա նմանատիպ մի փոքր երկար թխվող
ուրեմն խմորների պարագայում պետք է մի քիչ ավելի շուտ ջեռոցը տաքացնել։ Խմորն էլ պատրաստի վիճակում է, սիրելիներս, խմորիչով խմոր եմ այսօր ես պատրաստել, ինչու նախապես պատրաստեցի, որպեսզի ժամանակ չկորցնենք։ Իհարկե դուք գիտեք տարբերակներ, բավականին շատ վստահ եմ, բաղադրատոմսեր դուք ինքներդ ունեք։ Սիրելի Ադրինե, Ողջույն Սոնա ջան, ինչով օգնեմ։ Սոնա ջան, մենք հիմա բավականին աշխատանք ունենք կատարելու, այսինքն այս կտրատման process-ն է մի փոքր, այսպես երկար, բայց դե մենք կփորձենք Կողմ ես շարունակել։ արագ, դու կարող ես ես մի քիչ այստեղ տեղ ազատեմ քեզ համար։ Ահա, խնդրեմ, մեկ տախտակ կարող եմ Շնորհակալություն։ քեզ խնդրեմ, որ լոլիկը կտրատես, լոլիկը Էլի մանր ոնց այո, դու կողպեղնես բավականին կտրատում։ մանր պետք է կտրատվի, Ահա, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, որ օգնության հասար, շատ ավելի արագ կստացվի մեր գործը։ Ես բայց կարող եմ հիմա հուշել հեռուստադիտողին, որ այս բոլորը մենք միախառնելու ենք մեր մսի, աղացած մսի հետ, լահմաջոյի խճողակ ենք պատրաստելու, ինչու եմ շատ շեշտում լահմաջոյի, որովհետև լահմաջոյի խճողակի մեջ մի փոքր ջուր են ավելացնում, որպեսզի ավելի հյութեղ ուրեմն խճողակ ստացվի։ Այսօր հենց այդ տարբերակն եմ օգտագործելու եւ մաղադանոսը հատկապես լահմաջոյի, այսպես ասած, կարևոր մասն է կազմում խճողակի։ Մենք այստեղ մաղադանոս ունենք, իհարկե կանաչ սոխ չեն օգտագործում, պարզապես գլուխ սոխ են օգտագործում։ Ես ցանկացա կանաչ սոխ օգտագործեմ այսօր։ Փոփոխություններ։ Սոնան գիտի ինչ եմ ասում։ Այո, կանաչ սոխը դարձել է քո Այո, ֆավորիտը։ այո։ Հասկանում եմ, որ բոլոր ուտեստների մեջ փորձում ես եւ քանի որ մի քանի ուտեստի մեջ, որոնք փորձել ես այստեղ, ես շատ հավանել եմ, վստահ եմ, որ այս տարբերակում եւս շատ համեղ է լինելու։ Այո, եւ դա ինձ այսպես ասած առիթ է տալիս, քանի Կրկին որ ու դու կրկին փորձ։ այո, քանի որ այն որ ասած գտել ենք ձևը։ Այ այսպես անընդմեջ հիմա կփորձենք Սոնային գոնե այսպես սովորեցնենք, որ պետք է լավ ուտել, պետք է լավ սնվել, պետք է ամեն ինչ ուտել։ Ահա։ Եվ իդեպ ինձ հետաքրքիր է լահմաջոյի տարբերակը, նույն պիցայի տարբերակը դու ավելի նախընտրում ես տանը պատրաստված, թե երբ խանութից ես ձեռք բերում։ Բնականաբար տան պատրաստածը մի տեսակ ավելի այսպես դու այն որ ասում գիտես ինչ ես արել, քո ձեռքով ես պատրաստել, քեզ համար։ Չգիտեմ, ինչու այդպիսի բան կա, չէ՞։ Այսինքն որևէ մթերքից ավելի շատ ես օգտագործել են, որ ասում ես թող պանիրը ավելի շատ լինի, առատ ավելի համեղ լինի։ Ես այդ սովորաբար հենց այդպես էլ անում եմ, շատ հաճախ տանն եմ պատրաստում, բայց այն հաճույքը որը դու որևիցե միտեղ նստած կճաշակես, ես կարծում եմ տանը այդպես չէ։ Շատ լավ։ Ինչու հարցրի, որովհետև ուտեստներ կան, որ ավելի շատ մարդիկ նախընտրում են դրսում ուտել եւ ուտեստներ կան, որոնք նախընտրում են տանը ուտել։ Ես կարծում եմ լահմաջոն, պիցա, այդ տարբերակն է։ Երևի ավելի քան երկուստեք տարբերակ է, այսինքն եւ տանը եւ դրսում, որովհետև իրենք այսպես ավելի կարծում եմ հեշտամարս են, ու չգիտեմ լահմաջոյի դեպքում այդպես է թե ոչ։ Եթե բնականաբար օրվա առաջին կեսին ես դա օգտագործում, բնականաբար շատ նորմալ, այո, կարող ես մարսել, որովհետեւ խնդիր ես չեմ տեսնում այս պարագայում, հատկապես սովորություն ունենք, չէ, ավանդության մեջ լահմաջոն կիտրոնի հյութով ես ճաշակում եւ կիտրոնի հյութը նպաստում է նրան, որ ավելի մարսողությունը լավ ստացվի։ Էնպես որ կարծում եմ օրվա առաջին կեսի համար արտակարգ տարբերակներից մեկն է թե պիցան, թե լահմաջոն, բնականաբար երեկոյան դա ծանր կերակուր է համարվում երեկոյան ժամերի համար, բայց օրվա ընթացքում շատ ընտիր է, ես կարծում եմ, որևէ խնդիր չկա։ Ու ես ուզում եմ մի տեսակ շեղվել, հիշել իմ ուրեմն ավելի փոքր ժամանակահատվածը, երբ մայրս ինձ գալիս էր իմ ետևից, պարարվեստ ուսումնարան, դիմացը պապլավոկներ, դե մեր Առագաստ այդ սրճարանը հայտնի, այնտեղ շատ համեղ լահմաջո էին տալիս, շատ համեղ։
մայրս ինձ վերցնում էր դասից հետո այնտեղ չնայած որ պարուհիներին չէր թույլատրվում նման կերակուր, բայց մայրս ինձ երես էր տալիս, երբեմն այդպես տանում էր այնտեղ եւ շատ հաճելի այսպես նստում էինք մամայիս հետ ու լավ մաջո էինք վայելում։ Չէր կարելի, բայց Չէր կարելի, այո։ խախտումներ։ Այո, դե հիմա Իսկ մատնեցի։ իսկ ամեն օր կշռվում էր այդ խախտումները անելուց հետո թե հանգիստ էր, որ նման խնդիր չկա։ Ես իհարկե հանգիստ էի, որովհետև իմ շատ քաշը քիչ էր, բայց շաբաթական մեկ անգամ մեզ ուսումնարանում կշռում էին, այնպես որ այդ խնդիրն էլ կար զգուշանալու։ Իսկ ինչպես էին պատժում, երբ որևէ մեկը քաշել հավաքած լինի։ Քաշ հավաքած լինի, նույնիսկ ծնող էին կանչում։ Հասկացա։ Ծնող էին կանչում։ Հիմա Այս չգիտեմ ինչ նոտայի վրա հիմա կունենանք դադար, որովհետև Ադրինեն շատ է անկեղծացել եթերում, որոշեցինք արագ դադար ունենալ, քանի ամեն ինչ չի պատմել։ Կվերադառնանք ու շարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ Արար երգչախումբը դիրիժոր Գոր Մելքումյանի ղեկավարությամբ մայիսի 30-ին շարք ասացումի խորագիրը կրող նշանակալի համերգով հանդես կգա Կոմիտասի Թանգարան ինստիտուտի համերգասրահում։ Ծրագրում ներառված են հայ եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգին առաջին անգամ կհնչեն Արար երգչախմբի համար գրված խմբերքերը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Արար երգչախմբի համակարգող Դոնարա Մանուչարյանը եւ երգչախմբի անդամներից Վարսենիկ Վարդերեսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Հիանալի։ Ինչ լավ է։ Դե խոսենք ու նախ մի քիչ պատմեք Արար երգչախմբից, այնուհետև կգանք մայիսի 30-ին։ Շատ լավ։ Նախ շնորհակալ ենք շատ հրավերի համար։ Մի փոքր նախաբանով սկսեմ, նախքան համերգին անդրադառնալը։ Երգչախումբը հիմնադրվել է 2012 թվականին Երևանում Գոր Մելքումյանի կողմից։ Երգչախումբը արդեն 13 տարիների ընթացքում հանդես է գալիս ինքնուրույն համերգային գործունեությամբ, միշտ կարևորել եւ ելույթ է ունեցել նաեւ հոբելյանական միջոցառումներին, ունենք նաեւ առանձին ծրագիր շարք նվիրված փիլիսոփա մտածողներին եւ երաժշտության հետ նրանց կապին։ Երգչախումբը հանդես է գալիս բազմաոճ ստեղծագործությունների կատարմամբ եւ երևի թե գործունեության ամենաառանցքային կետերից երևի ամենախրթիններից մեկը հենց երգացանկի ընտրությունն է, ինչը իրականացվում է մեր ղեկավարի ամենաբծախնդիր մոտեցմամբ։ Այդ իմաստով նաև համագործակցություններ շատ ունենք ժամանակակից հայ համաշխարհային կոմպոզիտորների հետ, կատարում ենք նաև ոչ ժամանակակից ստեղծագործություններ, առանձին գծով պետք է առանձնացնենք հենց բարոկ ստեղծագործությունները, երգչախմբի երևի թե ամենա երգացանկում հարուստ գործերից եւ արդեն համերգը նաեւ այս մասով փորձենք անդրադառնալ, համերգը նաեւ բացառիկ է այս իմաստով այն տեսանկյունից, որ համերգի ժամանակ առաջին անգամ հնչելու են հենց Արար երգչախմբին նվիրված ստեղծագործություններ, պիտի առանձնացնեմ այս իմաստով հրաշալի ժամանակակից ստեղծագործող կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի կողմից գրված ստեղծագործությունը, այսինքն ստեղծագործությունների շարքը հուշեր խորագրով գրվել է հենց Արար երգչախմբի համար, առաջին անգամ դա եւս կհնչի։ Այսպես ընտրվել է շարք ասացումի խորագիրը, ինչը խորհրդանշում է հենց բառի եւ երաժշտության երկխոսությունը։ Հետաքրքիր է։ Ես հիմա տեսնում եմ կադրեր, դուք որտեղ եք կատարում, վանքում եկեղեցիների դիմաց, ես վստահ եմ, որ այս դեպքում էներգետիկան եւ այդ ամբողջ զգացական աշխարհը լրիվ այլ է։ Կխնդրեմ այդ մասին պատմեք, որովհետեւ մենք շատ հրաշալի եւ դարերի պատմություն ունեցող եկեղեցիներ ու վանքեր ունենք։ Միանշանակ մենք շատ կարևոր է մեզ համար, որ մենք ելույթ ենք ունենում, հա, դե նախ ամենաառաջինը մեզ համար Կոմիտասն է կարևոր, իր հոգևոր գործերով եւ մենք մեր նույն համերգում, հա, մենք ունենք ներառում ենք, հա, պարտադիր ցանկացած համերգ կապ չունի, հա, դա մենահամերգ է կամ ինչ որ այլ ծրագրով համերգներ են, հա։ Դրա համար մեզ համար շատ կարևոր է նույնիսկ մենք շատ այլ ելույթներ ենք ունենում ինձ վանքերում, այլ հենց փոքր ծրագրերով կլինի, ինչպես մենք հոգևոր երաժշտությունն էլ, հա, այսպես ձուլում ենք, այսինքն մենք ունենք շատ բազմա ոճ է, մեր այսպես ասել, մեր ծրագրերը, այնպես որ
որպես հավելում երգչախումբը դասական է եւ գործերն էլ որոնք որ ընտրվում են ավելի դասական մշակումներով ենք ներկայացնում իհարկե դրան զուգահեռ նաեւ որպես կարևոր գիծ գնում է հենց հոգեվոր երաժշտությունը ձեր նշած էներգետիկան բնականաբար հոգեվոր ստեղծագործությունները այլ է կատարել համերգասարում եւ այլ է կատարել հենց այն վայրերում որոնք նույնիսկ նշված հոլովակում խոնարհված եկեղեցիներից էր մեր վանքերից եւ բնականաբար իհարկե համերգասրահներում կատարելը նաեւ այլ խորհուրդ ունի հենց ունկնդրի հետ հաղորդակցումը, որովհետեւ երգչախումբը նաեւ իր գործունեության կարևոր առանցքներից մեկը համարում է ունկնդրի ընտրությունը բարձրաճաշակ, թեպետ երգչախմբային արվեստը առհասարակ շատ ավելի քիչ հանրահռչակված գուցե ասենք, շատ ավելի քիչ են ունկնդիրները, բայց նաև որակական առումով մենք ինքներս ենք գուցե եւ ընտրում նրանց։ Կազմը երգչախմբի քանի հոգի։ Այս պահի դրությամբ 14-15 հոգով ենք հանդես գալիս, հիմնական կազմը իքական կազմով ենք, բայց համագործակցությունների եւ համերգների ժամանակ բնականաբար ստեղծագործությունների պահանջով ելույթ ենք ունենում նաեւ երկսար կազմով։ Ինչ է ստանալու հանդիսատես ամսի 30-ին, որն են էմոցիաները, որոնք տրվելու են հանդիսատեսին։ Մեր ամենակարևոր երևի թե այսպես ասած կետերից մեկն է, հա, որ մենք մեր հանդիսատեսին տանենք դեպի այդ աշխարհը, որը մենք ինքներս ենք ստեղծում եւ ուզում ենք մենք մեր ձայներով համախմբված 14 թե 15 հոգի, հա, հասցնենք տեղ ամեն մի հանդիսատեսին Ես յուրովի, այո, ու ուզում ենք կտրենք, բերենք դեպի մեր աշխարհ։ Դա մեր ամենակարծվում կարևոր, հա, Ես մի բան հավելեմ նաև, որ նշեցինք, որ փիլիսոփաներին ենք նաև անդրադարձանում եւ մեր փիլիսոփաներից մեր ավելի շուտ այսպես ասած համաշխարհային Նիցշեի խոսքերով փորձը մեջ բերել, որ երաժշտությունը երբեք չպետք է ծառայեցնել վայելքին եւ հաճույքին։ Համերգի ընթացքում գուցե հանդիսատեսը իհարկե իրենք գիտեն նաև հանդիսատեսը ինքն է ձևավորվում այդ շրջանակներում, բայց եւ այնպես դա չպետք է լինի այդ հաճույքի ու ժամանցին նաև լինելը, ներկա լինելը, այլ ունկնդրելը բարձրաճաշակ երաժշտություն։ Իսկ դուք ինչ եք ստանում հանդիսատեսից։ Ամենակարևորը կարծում եմ հույսեր, էներգիա, միշտ ստանում ենք այն ինչ փոխանցում ենք։ Հույս ունենք, որ դրանք կամ կհամակշռեն իրար կամ գուցե ավելին լինի։ Եվ վերադառնալով իմ հարցին ու շարունակելով նաև նկատեցի, որ պատկերասրահում եք երգում, ինձ հետաքրքիր է ում ընտրությունն է, տեղի վայրերը, ոնց եք ընտրում այդքան կարևոր տեղեր, որովհետև այդ ամենը եւ երգացանկը, նույն կոմիտասը դրիվ ուրիշ համադրություն է ստեղծում։ Վայրի ընտրությունը առաջին հերթին պայմանավորված է լինում ստեղծագործությունների ընտրությամբ։ Հենց պատկերասրահում այստեղ իհարկե այս պահին գուցե չհնչի, բայց հնչում է հենց Երվանդ Երկանյանի նաև մշակում ստեղծագործությունը, հոգևորելի ստեղծագործություն, տաղսիրի ուրախության միջավայրը պայմանավորված է միշտ լինում երգացանկի ընտրությամբ։ Բնականաբար ձեր նշած հոգևոր կառույցներում, եկեղեցիներում պիտի ընտրվեն հոգևոր ստեղծագործություններ, համերգասրահներում համապատասխանաբար այդ առումով էլ ենք շատ աշխատանքներ իրականացնում ընտրության։ Եվ համերգի խորագիրը շարք ասացումի, սա առաջին համերգն է նման խորագրով, թե էլի ունեցել ենք։ Առաջին շարք, իսկ կարող է դառնալ շարք։ Շարքը էս իմաստով ոչ թե համերգային շարք է, գուցե նկատի ունենք, այլ հենց ստեղծագործությունները մեկ համերգի հա։ Սա այն տեսակն է երաժշտության ու արվեստի, որը ինչպես արդեն նշեցիք, շատ ցավոք սրտի շատ մեծ մասսայականություն չի վայելում, հա, բայց այնուամենայնիվ ինչպես են կարողանում ընտրել հանդիսատեսին եւ ինչքանով այսօր ակտիվությունը հանդիսատեսի հետաքրքրվածության դեպի հենց համերգները։ Մենք փորձում ենք այդ ճաշակը պահենք, հա, հանդիսատեսին ուզում ենք դեպի մեզ գրավել, որովհետև մենք ինքներս հասկանում ենք, որ այս երաժշտությունը ոչ բոլորին է հասանելի։ Այդ պատճառով մենք մեր ամեն մի համերգով կլինի, ամեն մի ելույթով, հա, մեր ամեն փորձով մենք հենց մեր ամենակարևոր կետերից է, հա, որ մենք կարողանանք հասցնենք հանդիսատեսին ու գրավենք դեպի մեզ, որովհետև մենք ուզում ենք որ դա լինի շատ-շատերին հասանել, հասկանալի ավելի ճիշտ։ Դժվար խնդիր է, իրականում այս մասով մեր առաջ դժվար։ Բայց կարևորը որ այդ խնդիրը պատվով բայց այնուամենայնիվ, քանի որ նշեց, որ արդեն 13 տարի է գործունեությունը իրականացում երգչախմբի կողմից, բնականաբար տարիները նաև ձևավորում են մշտական ունկնդիր։ Եթե 13 տարի կա,
Իսկ ինչ սպասելիքներ ունեք երեկոյից։ Խոսքը հասցնել առաջին հերթին տեղ, որովհետև երկչախումբը նաև մենք ունենք ստեղծագործություններ, որ մեր ղեկավարի Գոր Մելքումյանի կողմից մշտապես նաև ցուցվում են ինչպես կատարել։ Շատ ստեղծագործություններ հենց ասերքային տարբերակով են կատարվում, իսկ ասերքը, ասացումը, խոսքը, բովանդակությունը եւ իմաստը բնականաբար նպատակադրված են հասցնելու բովանդակությունը հանդիսատեսին իմաստը։ Մենք համոզված ենք, որ կհասցնեք հանդիսատեսին այն, ինչ արդեն ծրագրել եք հասցնելու եւ համոզված եմ, որ հանդիսատեսը հեռանալու էլի աստվածային երաժշտության հնչյունները իր մեջ պահելով։ Եվ ուզում ենք ձեզ նվիրել Իջովանի Սափոր սպիտակ չոր գինի, որպեսզի համերգից հետո արդեն նշեք այդ գեղեցիկ ու հետաքրքիր իրադարձությունը։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները, որտեղ ներառված են հայտնի բանաստեղծություններից եւ երգերից ֆրազներ, որոնք էմոցիաներ փոխանցելու համար են սիրելի եւ հարազատ մարդկանց նվիրելու համար։ Ձեզ ուզում եմ նվիրել Միրիջանյան, ով սիրուն, ինչու մոտեցար, սրտիս գաղտնիքը ինչու իմացար եւ Հայկոյի երգից ամենաառաջինը, ով ինձ զգում է։ Սա ձեզ, որպեսզի նվիրեք ձեզ համար շատ սիրելի եւ հարազատ մարդկանց։ Տոմսերը վաճառքում կան, ճիշտ է։ Այո, կան։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ Մարար երգչախումբը դիրիժոր Գոր Մելքումյանի ղեկավարությամբ մայիսի 30-ին շարք ասացումի խորագիրը գրող նշանակալի համերգով հանդես կգա Կոմիտասի Թանգարան ինստիտուտի համերգասրահում, այնպես որ շտապ եք ձեռք բերել տոմսեր եւ վայելել մաքրամաքուր երաժշտություն։ Իսկ հիմա մեզ մոտ կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի առավոտ, մեր շատ սիրելի հեռուստադիտողի սիրելիներս, եւս մեկ անգամ ողջունում եմ եւ ասում եմ մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք բաղադրատոմսը, իսկ օրվա բաղադրատոմսը իհարկե շատ համեղ թխուկ է, ահա խմորը պատրաստ է, ես հենց հիմա միասին կբացենք խմորը եւ կսկսենք մեր գործընթացը։ Իսկ ինչ է կատարվել այստեղ։ Այս ամանի մեջ ունենք աղացած միս, կարմիր պղպեղ, լոլիկ ունենք, մաղադանոս, կանաչ սոխ եւ հիմա պետք է համեմենք այս բոլոր համեղությունները։ Այստեղ տեսեք սիրելիներս, պատրաստել եմ փունջ, այս ընթացքում հասցրեցի ափսեի մեջ դասավորել այն բոլոր համեմունքները, որոնք ես եմ նախընտրում եւ այս խճողակին շատ հարմար է։ Այստեղ ունեմ կարմիր պղպեղ, ունեմ ուրեմն սխտորի փոշի, ունեմ խմելի սունելի, ունեմ համեմի սերմ, քրքում, աղ, չաման եւ իհարկե հատուկ մսի համար նախատեսված համեմունք։ Այս բոլորը 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 տեսակի համեմունք ենք օգտագործում, ներառելով իհարկե այստեղ աղը։ Այսպիսի փունջ եւ իհարկե ահա գնաց դեպի այն համեղ բաղադրիչները, որոնք մենք այսօր վայելելու ենք։ Այսպես, քանի որ սիրելիներս նշել էի, որ սա նման է լինելու լահմաջոյի, ուրեմն մի փոքր այստեղ պետք է բուսայուղ ավելացնենք խճողակի մեջ, այսպես ես աչքաչափով 2 կամ 3 ճաշի գթալ կարելի ավելացնել, այսպես, եւ մի փոքր էլ ջուր, սիրելիները սառը ջուր ենք այստեղ ավելացնում, շատ զգուշությամբ խառնելով կհասկանանք, ինչպիսի ուրեմն զանգված է մեզ պետք։ Ջուրը ավելացնում ենք, որպեսզի մի փոքր հյութեղ լինի, մի փոքր ջրալի լինի եւ շատ հանգիստ կարողանանք տեղադրել մեր խմորի վրա։ Ահա, մեր խճողակը պատրաստ է, բնականաբար լահմաջոն պատրաստում են ուրեմն հում վիճակում են խճողակը դնում խմորի վրա, կարծում եմ բոլորդ գիտեք այդ մասին, եթե որոշակի խմորների հետ աշխատելիս մենք խճողակը նախապես մի հատ շոգեխարշում ենք, հետո ենք տեղադրում խմորի վրա, ապա այս պարագայում հում տարբերակով ենք օգտագործելու։ Ես կարծում եմ մի քիչ էլ կարելի է ջուր ավելացնել, շատ քիչ, եւ թողնել մի կողմի վրա խճողակը արդեն իսկ պատրաստ է, շատ անուշ է բուրում, ես հոտը զգում եմ արդեն, հրաշք բույր է տարածվել, այնպես որ սիրելիներս, եթե ժամանակ ունենաք, այսօր կարող եք հենց այսօր պատրաստել այս համեղ բաղադրատոմսը։ Թողնում եմ մի կողմի վրա, որպեսզի իհարկե խմորը բացենք, ահա ալյուրը մեզ օգնության է հասնում եւ հիմա այստեղ մի հատ մաքրում ենք, վերջ,
Սեղանի վրա ալյուր ենք ցանում բնականաբար եւ իհարկե խմորը փորձեմ այսպես տեղափոխել սեղանի վրա, որպեսզի այն բացենք։ Շատ նուրբ, շատ էլաստիկ ընտիր խմոր է, սիրելիներս։ Հիմա փորձենք այն բացել։ Այսպես գրտնակը եւս ալրոտենք եւ բացենք մեր խմորը։ Խմորը պետք է բացել 2 սանտիմետր հաստությամբ, շատ հաստ պետք է չլինի այն, որպեսզի շատ նուրբ ստացվեն մեր թխուկները։ Այսպես։ Ահա, տեսեք, ձեռքով էլ է հնարավոր, այնքան նուրբ եւ էլաստիկ է, որ ձեռքով էլ է հնարավոր այն ձևավորել։ Այսպես նշեմ, որ խմորիչով խմոր է, դրա համար այսպես պղպջակները երևում են խմորի վրա արդեն։ Եվ այստեղ իհարկե ես ձեզ պետք է առաջարկեմ լայֆխակի տարբերակ, սիրելիներս։ Ահա, այս հաստության խմորը շատ ընտիր է, շատ լավ է։ Իհարկե, որ հատվածը հաստ է մնացել, ես էլի կբարակացնեմ, այսպես, ընտիր, շատ լավ է, սիրելիներս, ահա, վերցնում ենք մեկ կաթսայի կամ թավայի կափարիչ, այն մի փոքր հիմա փորձեմ շուրջը ալրոտել, կամ խմորի վրա կարող եք ալյուր ցանել, այ այսպես, և փորձենք այս կափարիչի օգնությամբ կտրել մեր փոքրիկ պիցաները, ահա, տեսնեք ոնց կստացվի։ Տեսեք, այսպիսի փոքրիկ պիցա ենք մենք այսօր պատրաստելու, ահա, այսպես, այսպիսի գեղեցիկ փոքրիկ պիցաներ են լինելու և ուտելիս շատ հարմար կլինի և այսպես շատ գեղեցիկ կլինի, մատուցելիս ևս շատ գեղեցիկ կլինի։ Նորից փորձենք կտրել։ Ահա տեսեք, որ հատվածը իհարկե մի փոքր այսպես խմորին կպած կմնա, դանակի օգնությամբ ևս կարելի է այն պոկել։ Ահա այսպիսի գեղեցիկ, ես հիմա թավան կբերեմ մեր ջեռոցի, այստեղ ևս ալյուր ցանեմ և տեղադրեմ խմորիկները։ Ահա, տեսեք այսպիսի փոքրիկ ուրեմն տարբերակ եմ առաջարկում պիցայի, ես կարծում եմ երեխաներին սա շատ դուր կգա, սիրելիներս, պատրաստեք, փորձեք երեխաներին այսպես գերել և լավ համեղ իհարկե սնունդ առաջարկել։ Այսպես։ Հաջորդը Ահա, տեսեք, ես կարծում եմ մեր թավայի մեջ գոնը 3-6 կտոր կտեղավորվի։ Ադրինե, մինչ դու ես ամենը պատրաստում ես, ռեժիսորը մեր ասում եմ, որ պետք է լինի դադար, ես որից հետո կվերադառնանք և նորից կանդրադառնանք խոհանոցին։ Այո։ Դադար մեր եթերում։ Շարունակվենք մեր ծրագիրը, բարի լույս բոլորին ևս մեկ անգամ և այս արևոտ տրամադրությունը ստիպում է բոլորից, որպեսզի ավելի ուշադիր լինենք մեր կազմվածքին, մեր առողջությանը, ինչը իհարկե շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար, հատկապես ամառային շրջանում և բացօթյա լողավազաններն արդեն իսկ կարողանում են հյուրընկալել բոլորին։ Եվ իհարկե Hills սպորտային համալիրում բացօթյա լողավազանը համոզված են, որ արդեն իսկ բացել է իր դռները բոլորի համար և այնտեղ ներկայանալու համար պետք է ոչ միայն լինել առողջ, բնականաբար նաև գեղեցիկ կազմով, չէ՞, Սոնա։ Այո։ Բարև ձեզ, ես Հրաշն եմ, այսօր կմարզենք բասկի երկգլուխ մկանը։ Մարզումը սկսում ենք հիմնական վարժություններից մեկով, մարմինը պահելու ենք փոքր ինչ առաջ, արմունկները լինում են մարմնին մոտ։ Աշխատելու է միայն նախաբազուկը։ Մարմինը չենք շարժելու, արմունկը առաջ չի գալու
արմունկի հետ չի գնալու։ Արմունկը ֆիքսված, միայն նախաբազուկի օգնությամբ բարձրացնում ենք քաշը վերև։ Երկգլուխ մկանի հետ կապված երկրորդ վարժությունը կկատարենք կրկին ծանրաքարերի օգնությամբ։ Սկզբունքը նույնն է, արմունկները նույն դիրքով, ծանրությունը բարձրացնում ենք նախաբազկի օգնությամբ։ Այս վարժության ընթացքում գանտելները պտտում ենք։ Երրորդ վարժությունը երկգլուխ մկանի հետ կապված կանենք մարզասարքի օգնությամբ։ Երկգլուխ մկանի մարզումը կեզրափակենք կրկին գանտելների օգնությամբ։ Կատարելու ենք առանձին, որպեսզի մեր մկանները զարգանան ել ավելի բալանսավորված։ Մարզումներից հետո չենք մոռանում ռացիոնալ ճիշտ սնվելը։ Օգտագործում ենք սպիտակուցներ, որը մեր մկանի շինանյութն է, ածխաջրեր, որը մեր էներգիայի հիմնական աղբյուրն է, ինչպես նաև չենք մոռանում օգտակար ճարպերի մասին, որը մեր հորմոնների վերարտադրման համար շատ կարևոր դեր է կատարում։ Ահա, Hill սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կան, կարող եք այցելել ամբողջ ընտանիքի անդամներով եւ ձեզանից յուրաքանչյուր իհարկե կգտնի իր համար ամենահարմարավետը եւ ամենաօգտակարը։ Դե մենք էլ որպեսզի ամենահամեղը փնտրենք եւ գտնենք, պետք է անպայման տեղափոխվենք այնտեղ, որտեղ խոհանոցն է, որտեղ իհարկե եփվում է ամենահամեղը այսօր։ Ադրինե։ Շնորհակալ եմ սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, այսօր շատ համեղ, ուրեմն թխուկ ենք պատրաստում պիցայի կամ լահմաջոյի տարբերակ, եթե լահմաջո ասենք իհարկե նման չէ լահմաջոյին, որոշակի այսպես խճողակի հետ կապված նյուանսն է նման, բայց ընդհանուր առմամբ մի տեսակ պիցա է եւ փոքրիկ Նշեմ, որ շատ փոքրիկ կտորներով եմ այն պատրաստում, որպեսզի դուք էլ այսպես քաջալերվեք եւ ձեր բալիկների համար այսօր փորձեք այս փոքրիկ պիցաները պատրաստել։ Մինչ այս պահը ինչ ենք արել, խճողակ ենք պատրաստել, աղացած մսով, լոլիկով, կարմիր պղպեղով, կանաչ սոխով, մաղադանոսով եւ բազմապիսի համեմունքներով։ Այստեղ ես ավելացրեցի մի փոքր բուսայուղ եւ ջուր, սառը ջուր, այսպես խճողակը փափկեցրեցինք եւ ավելացրեցի այն փոքրիկ կտորների վրա, որը միասին ուրեմն պատրաստել էինք։ Այն մի քանի կտորը եփվում է ջեռոցում, ես հիմա կարող եմ նույնիսկ հանել ցույց տալ եւ վրան ավելացնել պանիրը դեռ չեմ ավելացրել, ինչու, որովհետեւ դեռ միսը ցանկացա մի փոքր միսը եփվի, հետո նոր ավելացնենք պանիրը։ Ահա տեսեք, այսպիսի տեսք ունի մեր ուրեմն պատառիկները, մեր պիցաները այսպիսի տեսք ունեն, ես հիմա վրան կավելացնեմ պանիրը, այսպես, ու շատ ախորժալի բույր ունի, սիրելիներս արդեն բույրը տարածվել է, Հավատացնում եմ, եթե ժամանակ գտնեք այսօր անպայման պատրաստեք, եթե իհարկե ոչ, ապա մոտակա օրերին կարելի է ինչու ոչ երեխաներին երես տալ, այսպես ասած, արդեն ես գիտեմ, որ ավարտվել են ուրեմն դասերը, դպրոցները արդեն փակվում են կամաց եւ երեխաները տանն են, իսկ եթե տանն են, պետք է հաճախակի եւ շատ լավ սնվեն։ Մամաները իհարկե հոգ կտանեն դրա մասին, ես գիտեմ, բայց նմանատիպ ուտեստները ավելի ախորժակով եւ սիրով են ուտում երեխաները։ Այսպես։
Իհարկե ինչու ոչ, մեծերն էլ չեն հրաժարվում։ Ես էլ նմանատիպ պատառիկներ շատ սիրում եմ։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել։ Ահա, ավելացրեցինք նաև պանիրը։ Հիմա նորից կտեղափոխենք ջեռոց եւ կթողնենք այսպես իր հյութով, իր բոլոր համերով գեղեցիկ եփվի։ Ահա։ Գնացինք դեպի ջեռոց։ Այսպես։ Եվ անցնենք առաջ, սիրելիներս, հաջորդ շերտը բացել եմ, արդեն ինչ որ մնացել էր խմորից։ Հիշեցնեմ, որ նորից մենք այն ուրեմն կկիսենք, կբաժանենք մասերի հենց այս կափարիչի օգնությամբ։ Ինչպես նշեցի, սա է լայֆհակի տարբերակը, եթե ուզում ենք փոքրիկ կլոր պիցաներ ստանանք, ապա այսպիսի ուրեմն հարմարավետ խոհանոցային կափարիչը մեզ կօգնի։ Ահա, սեղմելով կիսեցինք եւ իհարկե կտեղափոխենք մեր այս մյուս տապակի վրա։ Ես ցանցը ուրեմն փայլաթիթեղով ծածկեցի, որպեսզի հարմար լինի։ Տեսնենք թե քանի կտոր դուրս կգա այս մյուս հատվածից։ Այսպես։ Շատ հեշտ տարբերակ է, շատ գեղեցիկ տարբերակ է, այնպես որ կարող եք կիրառել խոհանոցում։ Այս հատվածը եւս գրտնակենք եւ փորձենք նորից ստանալ լոշիկներ։ Մեզ ալյուր է պետք նորից։ Խմորը բացելիս ալյուրը իհարկե շատ է օգտագործվում, որովհետև անընդհատ պետք է այսպես ալրապատ լինի, որպեսզի կարողանանք հանգիստ գրտնակել։ Ինչպես ասացի, 2 սանտիմետր հաստության խմորն է, այսինքն այս լոշիկները լինեն 2 սանտիմետր հաստության։ Կարծում եմ 2 կտոր եւս կկարողանանք այս խմորից ստանալ։ Այսպես արդեն խմորը պատրաստ է մոտավորապես։ Ահա։ Սեղմելով ազատում ենք խմորը այս հատվածից, այսպես։ Ահա, խնդրեմ, եւ կարծում եմ այս կտորից եւս կստանանք 1 լոշիկ։ Փորձենք սա էլ բացել եւ իհարկե խճողակը տեղադրել խմորների վրա։ Այսպես։ Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ խճողակը ոնց ենք պատրաստել։ Ունեինք աղացած միս, կարմիր պղպեղ լոլիկ, կանաչ սոխ եւ մաղադանոց ու բազմա պիպսի, ուրեմն համեմունքներ։ Այստեղ ավելացրեցինք նաեւ բուսայուղ եւ իհարկե մի փոքր սառը ջուր։ Հիմա ձեռքով փորձեմ մի փոքր ձև տալ։ Եթե այս 1 կտորը մի փոքր տձև ստացվի, որևիցե խնդիր չեմ տեսնում ես այստեղ։ Սիրելի Ադրինե, ողջույն։ Ջան, ինչով օգնել քեզ։ Այսպես։ Մենք արդեն ավարտում ենք, Սոն ջան, բարդ գործը կատարված է, այսինքն խճողակի պատրաստելը այդ կտրատման process-ն էր մի փոքր ժամանակատար։ Բայց արդյունքը շատ գեղեցիկ է, դեռ մինչև ջեռոց տեղափոխելը, ես պատկերացնում ջեռոցում եփվելուց հետո ինչքան գեղեցիկ եւ ինչքան համեղ են լինելու։ Հուսանք, որ շատ համեղ եւ ամեն բան լավ է ստացվելու։ Ահա, տեղադրում եմ նաեւ այս մյուս հատվածը մեր խմորի եւ իհարկե խճողակը լցնենք խմորի վրա։
Եվ ես գիտեմ, որ խոհանոցում քեզ մշտապես օգնում են մեր լավագույն գործընկերները, իհարկե Ելոլա ապրանքանիշը, որ առաջարկում է պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատկաթից պատրաստված կաթնամթերք, ահա դուք տեսնում եք զամբյուղը մեր այսպես թարմության եւ համեղության եւ այստեղ ինչն է ուշագրավը բաստուրմա սուլուգունի համադրությամբ նորույթը, այո, նոր պանիրներ Ելոլայի, որոնք կարող եք գտնել խանութներում եւ իհարկե վայելել անարատկաթից պատրաստված կաթնամթերք եւ տալ ձեր փոքրիկներին ու վստահ լինել, որ իրենք ամենամաքուր կաթնամթերքն են վայելում, որովհետեւ իսկապես ոչ մի հավելումներ այս ընկերությունը չի ավելացնում իր ապրանքատեսականիում։ Եվ իհարկե յուրաքանչյուր բաղադրատոմսի հետ մենք առաջարկում ենք հյութերի լայն տեսականի, որ առաջարկում է Իջևանի գինու գործարանը, ահա պահածոների եւ հյութերի էլի փոքրիկ հատված, որը մեր տաղավարում առկա է, դուք հիմա տեսնում եք ձեր էկրաններին, եւ դրանք բոլորը տնական համի ու հոտի մասին են փաստում։ Եվ իհարկե այս ընկերությունը առանձնանում է գինիների, անմահական գինիների եւ ոչ միայն գինիների լայն տեսականիով, որոնք վաղուց դուրս են եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից եւ սիրելի են շատ ինչպես մեր հայրենակիցների մոտ, այնպես էլ արտասահմանցիների դրսում ապրող մարդկանց, որովհետեւ իրենք երբ ծանոթացել են այս ապրանքանիշի գինու, հայկական գինու հետ, հասկացել են, որ անմահական ուրիշ ոչինչ իրենց պետք չէ։ Այո, համաձայն եմ քեզ հետ, այո, արձագանքները արտակարգ են։ Այսպես։ Ահա, մենք խճողակը տեղադրել ենք խմորիկի վրա եւ հիմա փորձում եմ տարածել այն եւ իհարկե այսպես երբ գործը ավարտենք կտեղափոխենք ջեռոցը տաքացված է 180 աստիճանի տակ մի փոքր երկար պետք է եփվի որովհետեւ խճողակը բնականաբար ես հում տարբերակով եմ այսօր օգտագործել ահա Սակայն հեռուստադիտողին ասենք ցանկության դեպքում եթե ցանկանաք որ շատ ավելի այո եթե շատ ավելի արագ ստացվի, այսինքն ժամանակի խնդիր կա, ապա շատ արագ գազօջախի վրա կարելի է այս բոլորը տապակել, այնուհետև ավելացնել խմորի վրա։ Եվ այդ պարագայում դե բնականաբար ջեռոցում էլ շատ քիչ ժամանակ ուրեմն կտևի, մինչ պատրաստվի։ Եվ մի հարցի էլ շատ կարևոր պատասխանիր, երբ ավելանում է միջուկը, ինչ ենք անում։ Երբ ավելանա միջուկը կմտածենք մեկ այլ կերակրի տեսակ, կամ կարելի է ծայրահեղ դեպքում այն սպագետիի հետ այսպես համադրել, այո, անպայման կամ կարտոֆիլ տապակել եւ կողքին էլ սա տապակել ավելացնել, իսկ եթե ոչ դրա ժամանակը չունենք, ապա գեղեցիկ փաթեթավորում եք մեկ անգամ օգտագործվող տոպրակների մեջ եւ տեղափոխում եք սառցախցիկ, որպիսի հաջորդ օրը կամ մոտակա օրերին ինչ որ բանի համար հաստատ պետք կգա։ Ընտիր։ Ամեն ինչ ասած Ադրինեն, ամեն ինչ պարզ է, մենք այս 4 հատն էլ կտեղափոխենք ջեռոց, որտեղ 180 աստիճանի տակ արդեն նախնական տեղադրված այսպես լամաջոյիկները կամ պիցայիկները եփվում են եւ իհարկե վերջում ցույց կտանք արդյունքը։ Արդյունքը անպայման։ Քիչ հետո երբ սա էլ եփվեց, ես էլի վրան կավելացնեմ պանիրը, էլի կտեղափոխենք ջեռոց ու վերջում իսկապես արդյունքը կվայելենք։ Կադրով էլ շատ գեղեցիկ էին, ինչպես իրականում։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կողջունենք այսօրվա մեր արդեն երկրորդ հյուրին։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը, տեղափոխվում ենք երկարվեստ, ունենք հրաշալի տաղանդավոր հյուր։ Այո, եւ այսօր մեր տաղավարում է Եվա Կանսը։ Բարի առավոտ, Եվա։ Եվ բարի վերադարձ։ Այո, բարի վերադարձ հայրենիք։ Բարի առավոտ, բարի։ Հրաշալի։ Մի քիչ տարօրինակ է քեզ համար երևի, թե որտեվ հիմա այնտեղ գիշեր է Ամերիկայում, բայց քեզ համար հիմա այստեղ առավոտ է։ Արդեն անցել է այդ ջեթլագը։ Արդեն այդ պերիոդը անցել է, որտեվ չի կարողանում ուղղակի ոչ քնել, ոչ արթնանալ։ Արթնանում էի առավոտյան այստեղ ժամը 5-ին եւ տանը մարդ չկա, ասենց տան ուրվականի նման տան մեջ պտտվում եմ միջև ինչ որ մեկ արտանալ, որ կարոտը սառնի, հա, անբացատրելի կարոտ։ Դե հիմա մեզ մի քիչ պատմիր ինչ կար Միացյալ Նահանգներում, ինչ ես անում այնտեղ, ինչ գործունեություն ես ծավալում, հետո արդեն կվերադառնանք Հայաստան։ Հավատացեք, երևի այնտեղ ամեն ինչ կա, բացի այդ երևի շատ մարդկային ջերմությունից, որ այստեղ պակասում է։ Մարդիկ այնտեղ ավելի դառնում են երևի նյութական, բայց ես միշտ ասում եմ, որ չեն դառնում, գուցե այդպեսին եղել են ուղղակի այնտեղ ավելի դա բացահայտվում է։ Կա ամեն ինչ արդեն շատ արտիստներ են տեղափոխվել այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ ես զբաղվում եմ ինչով որ զբաղվել եմ, երգում եմ նոր
աշխատանքներ ունեմ, շատ ստեղծագործում եմ, շատ։ Այսինքն իմ բոլոր երաժշտությունը եւ խոսքերը, իմ բոլոր երգերը ես եմ գրում։ Արդեն այնտեղ ինչ որ մի մուսա եկավ ինձ մոտ, մի շրջան եւ սկսեցի ստեղծագործել։ Դեռ ստեղծագործում եմ ու Փարքաստո, այստեղ ավելի մուսած բացվել է, հուսով եմ այստեղ էլ շատ գեղեցիկ երգեր կստեղծեմ։ Հայրենիքում պատրաստում եք երկու տեսահոլովակ նկարել, ինձ հետաքրքիր է ինչ երգեր են ավելի աշխույժ, դանդաղ կամ երկուսն էլ։ Այո, երկու տեսահոլովակ եմ նկարահանելու։ Հետաքրքիր մի բան ասեմ, հենց երգերի հետ կապված, երևի որ մնա հայրենիքում երբեք այդ երգերից մեկը չէր ստեղծվի, որովհետև ինքը իմ կարոտի մասին է, այս տպավորությունն է, որ երբ որ դու այստեղ ես, դու շատ բաներ չես հասկանում ու չես գնահատում։ Արժևորման այդ արժևորումը երևի հենց այդ համեմատության մեջ է լինում։ Ես վստահ եմ, որ մնայի Հայաստանում երբեք այդ օրոր երգս չէի գրի, ինքը կարոտի մասին է, իմ սիրո կարոտի մասն է, որտեղ նույնիսկ խոսքեր կասում եմ, կգամ ուր էլ որ լինեմ։ Սրտումս ես ու միշտ կլինես։ Այսինքն մեկը օրոր է, հայրենիքի մասին է, շատ գեղեցիկ երգ է, հրաշք երգ է, վստահ եմ, մեծամտություն չի, վստահ եմ, որ դուք շատ կսիրեք։ Իսկ երկրորդը մարդկային հարաբերությունների մասին է։ Ցավոք ինձ համար մի փոքր սերը պակասել ամբողջ աշխարհում ու սերը դրա մասին է, երբ օտար երկիր տեղափոխվելուց շատ էս առնչվում այդ խնդիրներին, երբ սեր չկա, երբ սեր երևի թե ինչպես բոլորը ինչ որ ակնկալում են հարազատից կամ ինչ որ մեկից սեր ու երբ որ հայտնում ես այդտեղում ուղղակի դա չկա։ Այսինքն դա միայն քո սպասումներն էին ու մի երգս դրա մասին է, շատ հետաքրքիր երգ է, որովհետև ամեն բառը 5 անգամ գրել ջնջել եմ, որպեսզի ով լսել է ասում ոնց որ իմ սրտից խոսես, երկրորդն է դրա մասին։ Չեմ ասի որ դանդաղ երգ է, ուրեսերը, երգը կոչվում է ուրեսերը։ Չեմ ասի որ դանդաղ է, բայց մեջը կյանք կա։ Կյանք կա, որ հավատում ես, որ իհարկե սերը կփրկի աշխարհը անպայման։ Իսկ հայրենիք վերադառնալիս ամենաշատը ինչն եք կարոտել, ամենաառաջին վայրերը, որ այցելել եք։ Ամենաշատը կարոտել էի, չեք հավատա, երևի փողոցով քայլելը։ Ամենաշատը կարոտել է, որ ուղղակի կարող եմ փողոցով քայլել, ուղղակի մարդկանց տեսնել, որ չեմ ճանաչում, բայց բացարձակ կարևոր չի, որ ես չեմ ճանաչում, ես քայլում եմ իմ քաղաքով։ Կարոտել էի, որ ուղղակի կարող եմ սրճարանում նստել, մարդիկ գնան ու ես իրանց նայեմ։ Ուղղակի ամեն մեկ իր կոլորիտով ինչ-որ տեսակ է։ Կարոտել էի տարօրինական չի գուցե, որ տատիկ պապիկը դրսում ինչ-որ բան է վաճառում։ Միրգ է վաճառում, շո կոլորիտ կա մեջը դրա, ջերմություն կա։ Գուցե տատիկը շատ տանջված է, բայց դրա մեջ նենց ջերմություն կա ինձ համար։ Եվ կարոտել եմ հարազատներին եւ իմ ընկերներին, որոնց գրկելուց անընդհատ ասում եմ դու գիտես չէ՞ ես քեզ շատ եմ սիրում, գուցե իրանց համար մի քիչ տարօրինակ, որտեվ ես դեռ ջերմառատ մարդ եմ, ես միշտ բոլորին ասում եմ ես սիրում եմ։ Ես որ սիրում եմ, ասում եմ։ Ասում եմ ես ուզում եմ քեզ այնքան սեր տամ, որ երբեք մի վարքյան չափսոսամ, որ ես քեզ քիչ սեր եմ տվել, որ իմ համար ամենակարևորն է դա։ Եվ Միացյալ Նահանգները կոմֆորտի երկիր է, հա, որ կոմֆորտ կա, հարմարավետություն կա, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ շատ հեշտ է, հեշտ չի, բայց այնտեղ միշտ բոլորը ովքեր գալիս են, այնտեղ երկար ապրելուց հետո կամ պարբերաբար հա գալիս են, ասում են ինչ որ բան պակասում է այնտեղ։ Ամենքի համար այդ ինչ որ բանը տարբեր է, մեկի համար դա կարոտն է, մեկի համար ջերմությունն է, մյուսի համար սերն է, ըստ քեզ համար ինչն է այնտեղ պակաս այդ կոմֆորտի եւ հարմարավետության երկրում։ Այո, դու ճիշտ ես շատ, Սուրեն ջան, այնտեղ կոմֆորտը, կենցաղային կոմֆորտ։ Ես միշտ ասում եմ, ամերիկան կենցաղով շատ առաջ է, բայց մտավոր, հոգևոր ու մարդկային հարաբերությունում ինձ համար շատ հետ է։ Այսինքն այնտեղ ժամանակի ընթացքում ապրելով մարդիկ դառնում են շատ սառը, ավելի շատ ընկած են գումարի հետևից։ Եվ որտեվ այնտեղ ինչ որ հետաքրքիր sense անիվ կա, որ դու կարող ես եւ սա ունենաս, հետո սա ունենաս, այսինքն երբ որ շատ բան, նշանակում է դու շատ ավելի պետք է աշխատես։ Ժամանակի ընթացքում կորում են հարաբերությունների ջերմությունը, այլ մարդկանց չես տեսնում։ Իսկ ինչպես է ջերմությունն առաջանում, երբ որ հաճախ տեսնում ես գրկում ու ինչ որ շփվում ես, այսինքն շփումը գնալով ավելի քչանում է, բայց ես Փառք Աստծո ունեմ շատ լավ ընկերներ, ունեմ շատ հարազատ մարդիկ, որոնց իհարկե այնտեղ եմ ձեռք բերել, որի համար շատ երջանիկ եմ, բայց միևնույն է որ ինձ շատ պակասում է քայլելը, իմ քաղաքով քայլելը։
իմ քաղաքով, իմ ջերմ քաղաքով, թող մի տղան լինի տարօրինակ, ինչ որ տարօրինակ խոսի հեռախոսով, թող մի տատիկը ուրիշ կերպ լինի, երեխաները ուրիշ կերպ, կապ չունի։ Ուրիշ զգացողություն է, անկեղծ այսօր խոսում էի մի մարդու, որը այնտեղ Ամերիկայում է, իմ ընկերներից, ասում եմ, ստեղ ինձ հարցնում են, ինչ ես զգում, քո հարցը, ասում եմ, անբացատրելի ջերմ, ուզում եմ ստեղ մնամ, այդ տենց ջերմությունն եմ զգում, ասում եմ, գիտես, որ տարիներ առաջ ինձ դա ասեիր, ես կմտածեի, որ դու չես ուզում, որ ես Ամերիկա գամ։ Այսինքն եթե տարիներ առաջ ես քեզ զանգարեի Ամերիկա, ես քեզ հարցնեի, դու ինձ պատմեիր, գիտես, ստեղ ամեն ինչ կա, բայց ստեղ ավելի ռոբոտային կյանք, ավելի սառնամարտիկ աշխատանքից հետո ոչինչի հավես չունեն ուղղակի։ Իսկ այստեղ դու կարող ես փոքր լինելու այդ կոլորիտի հաշվին գազ գործից տուն, արի մի հատ գնանք ինչ-որ սրճարան նստենք, ուղղակի նստենք, իրար նայենք, ժպտանք, խոսենք, թեկուզ խոսելու բան չունենք, ուղղակի նստենք իրար հետ շփվենք։ Այդ այնտեղ պակասում է սուրճը։ Այո, անկեղծ շփումն է պակասում։ Որ բոլորը սկսում են աշխատել, ես շատ եմ լսել մեր ընկերներից։ Այո, բոլորը երբ որ գնացինք Միացյալ Նահանգներ, ուրախ էին ինչի համար ամենաշատը, որ եկաք, մենք ունեցանք հնարավորություն շփվելու եւ տեսնելու մյուսներին այստեղ, որտեղ երկար ժամանակ այստեղ բոլորս իրար հետ ապրում ենք, բայց իրար չենք տեսնում։ Այո։ Նո ընկերներ ունեմ, որ Ամերիկայում ես իրանց չեմ տեսել, գալու են այստեղ, տեսել են, որ ես Երևանում եմ, զգում են եւ ինչքան ես մնալու, գոնե գամ այդտեղ տես։ Հասկանում եք, գոնե գամ Երևանում հանդիպենք։ Դա շատ գիտեք, այստեղ որ ես ապրում եմ, ես դա չէի հասկանում։ Դա մար գուցե եւ դուք էլ չհասկանաք, բայց ինձ հավատացեք։ Եվ քանի որ հիմա խոսեցինք օրինակ Հայաստանում կամ Երևանում դուք տեսնում եք մի քիչ տարօրինակ տղաների եւ այլն ու որպեսզի Իրանք միշտ են եղել ինձ մեր թվում։ հեռուստադիտողների մոտ Ամերիկան շատ տենց իդեալական կամ շատ այդպես մաքսիմալիստական երկիր չընկալվի, եկեք խոսենք թե ամերիկյան իրականությունում ինչ տարօրինակություններ կամ ինչ բացեր ու մինուսներ եք տեսել բացի ջերմության պակասից, այսինքն այն ինչ որ հատուկ է մեծ երկրին։ Այո, ճիշտ ասեցիք Սոնա ջան, հատուկ է մեծ երկրին, այո, որովհետև այնտեղ կան ցանկացած տեսակի դրսևորումը, այնտեղ ոգևորվում է։ Այսինքն երբեք ոչ մեկին ոչ մեկ չի դատում։ Դու կարող ես տեսնել շատ տարօրինակ մարդիկ, ուղղակի արդեն չնկատել։ Սկզբում տարօրինակ ենք թվան, հետո արդեն այնքան է սովորում աչքդ, դու նույնիսկ չես նկատում, որ այդ մարդը օրինակ ինչ որ շատ մեծ արատ ունի իր վրա կամ ինչ որ մերկ թեկուս փողոցում քայլում է, դու դա չնկատես։ Իսկ այստեղ ինչի նկատների տղաներ, եսի նկատների այն տղաներին, ովքեր որ գուցե եւ ինչ որ մեկի համար շատ sense ինքնահաստատման խնդիր ունեն քաղաքում, այն ժամանակ երբ որ ես այստեղ էի, դա ինձ վրա ազդում էր, ասում էին, իսկ հիմա ես նույնիսկ ես չեմ նկատում, բայց դրանք իմ օր նույնիսկ կոլորիտ են։ Ասածս դա է։ Մեծ երկրներում շատ ազդակները շատ մեծ են, որ ասենք օրինակ ինչ որ խումբ այլ սերիա պատկանում ինչ որ խումբ, չգիտեմ ինչ սերիա, որ նույնիսկ համար նույնիսկ տարօրինակ այդ սերգոյությունն է նման ու դու տարիների ընթացքում հասկանում ես, որ ուղղակի դու իրանց չես նկատում, բայց իրանք անչափ շատ են։ Այո, դու կարող ես հենց downtown-ով քայլել, որ Աստղերի փողոցն է այնտեղ, որ Ամերիկայում մասին հենց Հոլիվուդ անունն է, հենց Հոլիվուդում քայլես այնքան տարօրինակ մարդկանց տեսնես, որ առաջ տվասնու սա է Ամերիկան, չէ՞ որ Ամերիկայանը շատ հնչեղ է, որ սա է հենց Հոլիվուդ հասկացողությունը, այո, դու կարող ես շատ անտուն մարդկանց տեսնել, որ ուղղակի փողոցում պարկած, դա իրանց կենսակերպն է, եթե այդ մարդուն ասես արի քեզ տանեմ տուն, նա չի գա երբեք։ Չի, այո, չի տեղափոխվում։ Նա իր կենսակերպով ավելապ։ Արի վերադառնանք նորից Հայաստան։ Մեծ սիրով։ Եվ խոսենք մեր իրականությունից, հատկապես քո գործունեության իրականությունից, հա, այս մեկ ամիսը, որ լինելու ես այստեղ, ինչ պլաններ ունես բացի տեսահոլովակներից, ինչ պիտի հասցնես անպայման անել։ Արդեն մտածել ես այդ մասին։ Անպայման, դա դեռ ես մտածել էի Ամերիկայում, ասում էի պապայի զանգում ես, պապ ուրեմն որ գամ, ամեն կիրակի պետքա տարբեր եկեղեցիներ պատարակի գնանք, գործող եկեղեցիներ, կապ չունի, դա կլինի Տաթև, ինչքան հեռու է, բացարձակ կարևոր չի։ Ու մի հետաքրքիր փաստ, երբ որ ես Ամերիկայում, այստեղ էի, ինձ համար նենց հեռու էր թվում այդ ամեն ինչը։ Թեկուզ Տաթևը կամ ինչ որ ուր ասեմ, Գառնիկ, նույնիսկ Իջևան, Դիլիջան գնալ, հա, հեռու է։ Իսկ երբ որ այնտեղ ապրում ես, այդ համեմատության մեջ, որ ինձ զանգում են Երևանում հեռու, մամ լավ էլի, դա բացարձակ հեռու չի։ Մի ժամը ոչինչ է հեռավորության հետ կապված։ Այո, ամեն կիրակի պարտադիր որոշել եմ գնալ եկեղեցի տարբեր շրջաններում գործող եկեղեցիներ պատարակի մասնակցեմ եւ հետո ուսումնասիրեմ ինչ նորություն կա։ Շատ լինեմ շրջաններում, շատ լինեմ
ուզում եմ սար բարձրանամ, այսինքն բնությանը ավելի մոտ լինեմ, որովհետև քաղաքը շատ եմ սիրում, բայց բնությունն իմ տարերքն է։ Հետո բնության մեջ հետաքրքիր բան կա, ես կարողանում եմ ստեղծագործել, երբ որ ցիտիկները ծլվելում են եւ ինչ որ մի գետի թեկուս ձայն եմ լսում, ինձ մոտ ինչ-որ բան է առաջանում, դա համար ես իր հետևից գնում եմ։ Եվ մի հարց, քանի որ այս ամառ մեր շատ հայրենակիցներ, հատկապես դրսում բնակվող, որոշել են հայրենիքում համերգ տալ, ինչը շատ ուրախալի է մեզ համար եւ շատ սպասելի։ Ձեր առաջիկա պլաններում, թեկուզ ոչ այս տարի, բայց մոտակա այդպես 5 տարիների պլաններում կա համերգ հայրենիքում։ Անպայման, ոչ թե 5 տարին անկեղծ եթե լինեմ, ուզում եմ այս տարի համերգ անել, բայց ինձ մտածեցի, որ ավելի լավ է մի քանի ամիս հետո անեմ, բայց պատրաստվեմ եւ պրոֆեսիոնալ ներկայանամ, որովհետեւ այնտեղ իմ համերգները այնքան մտերմիկ են։ Ես անում եմ փոքրիկ սեղաններ, ինչ որ մոմ եմ դնում ու ես շփվում եմ հանդիսատեսի հետ, ավելի շատ ինձ մոտ ինտերակտիվ համերգ է ստացվում, պատմում եմ ցանկացած երգից առաջ, թե այդ երգը ոնց եմ գրել, ինչ ապրումներ ունեցել, ու ասում եմ, ու անպայման հանդիսատեսը ինձ հետ պետք է երգի, մենք իր հետ ինչ-որ sense կապ ունենք, հուսով եմ, որ դա այստեղ կիրականացնեմ, ուզում եմ լավ անեմ, ուզում եմ պրոֆեսիոնալ լինի, ուզում եմ այդ ջերմությունը լինի։ Մենք համոզված ենք, որ այդ դիալոգը անպայման կկայանա Եվա եւ հանդիսատեսի հետ միասին եւ ուզում ենք որպեսզի նաեւ այդ տրամադրությունը ուղեկցվի Իջևանի սափոր սպիտակ չոր գինիով, որը այստեղ հաստատ կգտնես այս զով երեկոն, որ կվայելես այս հրաշալի գինին, սա քեզ Եվա ջան։ Անչափ շնորհակալ։ Եվ ուզում եմ նվիրել քեզ բացիկ, որը Միացյալ Նահանգներում շատ տարածված է պոստքարտեր իրար նվիրելը, Հայաստանում նորից վերադարձնում ենք այդ մշակույթը, այստեղ ներառված են հայտնի երգերից ֆրազներ, այս մեկը որ ուզում եմ նվիրել Թաթայի երգից է ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ բերեմ, սիրուն ջան քո ճամփեն, զուգեմ զարդարեմ։ Սա թող լինի օրվա հիանալի տրամադրության սկիզբը։ Շնորհակալություն, որ ժամանակ գտար եւ եկար մեզ։ Ես էլ շնորհակալ եմ հրավերքի համար, ձեզ անխափան եթեր եւ սերը անպակաս ձեզանից։ Շնորհակալություն։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ավարտվեց մեր այս հատվածը խոհանոցային։ Ես ձեզ բարի ախորժակ եմ աղթում, ահա տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ տեսք ստացան մեր փոքրիկ պիցայի տարբերակները կամ լամաջոյի տարբերակները, ինչպես կուզեք անվանեք, պատրաստեք, գոհացրեք ձեր ընտանիքի անդամներին, բնականաբար բալիկների համար համեղ պատրաստեք, թող նրանք լավ սնվեն, որպեսզի ուժեղ առողջություն ունենան եւ իրենց այսպես խելքը լավ աշխատի։ Լավ եղեք սիրելիներս, առողջ եղեք եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալ ենք շատ Ադրինեին, այս համեղության համար քիչ հետո կհամտեսենք բոլորս միասին եւ կհավելենք այս ամենը համեղ կոմպոտները, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը, պահածոներ, կոմպոտներ եւ գինիներ։ Այն ամենը, ինչը օրվա ցանկացած պահին կարող է զարդարել ձեր տրամադրությունը։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը, այս ընկերությունը առաջարկում է նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերք առանց հավելումների։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Մեր հյուրերը տաղավարից հեռանում են էմոցիոնալ բավականին մեծ չափաբաժնով, որը նրանց նաև տալիս են արև բացիկները։ Այստեղ ներառված են հայտնի երգերից եւ բանաստեղծություններից ֆրազներ, որոնք հաստատ կզարդարեն ձեր օրը։ Բացիկները հարցրեք իհարկե Կայզեր սուպերմարկետում, հարցրեք Տերյան մշակութային կենտրոնում եւ քաղաքի քաղցր եւ ցաղկաշատ վայրերում։ Այո, եւ ձեր լավագույն առիթներն էլ վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right Barber Shop-ն էլ պատրաստ է բոլոր տղամարդկանց ցուցաբերել այնպիսի մոտեցում, որը իհարկե ձեզ կբերի արագ գեղեցիկի տրամադրությանը, ինչը կարող է զարդարել ձեր օրը։ Master Right Barber Shop-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Շատ ոճային եւ տարբերվող էլ կլինեք Դավնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ծանոթացեք ամբողջ նոր տեսականուն։ Իսկ մեզ հետ ծանոթանալու համար պետք չէ գնալ ոչ մի փողոց, այլ պետք է պարզապես հենց ձեր տանը միացնել հեռուստատեսությունը եւ վայելել բնականաբար ATV առաջին ծրագիրը։ Հասցեն անփոփոխ է, իսկ մենք ամեն առավոտ նույն տեղում ենք։ Դե ինչ կհանդիպենք վաղ առավոտյան նույն տեղում եւ նույն ժամին եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։